Եվ 1807 թվականին թուրքական սկզբից 7000 էր, հետո թիվը հասավ նույնիսկ 10000-ի, նույնիսկ գերազանցեց 25000 մինչև 25000-ը հասնելով մայիսին նրանք 1807 մայիսի վերջին 25-ից հարձակումը սկսելուց ամենա ծայրահեղ վիճակ ստեղծվել էր մայիսի 30-ին, երբ նրանք կարողացան Ախուրյան գետը անցնելուց հետո գրավել նաև Ախուրյանից այս կողմ ընկած շրջանները։ մտել են Գյումրի քաղաք բանի մեջ, հենց Քաղաք չէր դեռևս, գյուղ էր Յուսուֆ Փաշայի ղեկավարությամբ, չէ՞, այդ ժամանակ Յուսուֆ Փաշան էր, հա։ Չնայած ռուսական կայազորը փոքր էր, բայց կարողացավ հետ մղել թուրքերի այդ առաջին հարձակումը։ 2-3000 հոգի են, Նեսվետաև գեներալի ղեկավարությամբ, Այդ գեներալ-մայոր Նեսվետաևի գլխավորությամբ հետ մղեց։ Մի քանի օր անց թուրքերը երկրորդ հարձակումն արեցին արդեն Հեզելազորով։ Ու Հեզելազորը կարողացավ գրավել քաղաքը, բայց մարտերը շարունակվել, ես էլ ասի քաղաք։ էլի դե, մենք ասում Գումրի գյուղը։ Բայց մարտերը շարունակվեցին եւ ռուսական կայազորը հավանաբար տեղացի կամավորների օժանդակությամբ կարողացավ թուրքերին հետ մղել նորից Ախուրյանի մյուսապ։ Հիշողությունների մեջ կա Հարուրատ հայ Հեզելազոր ինչ որ եպիսկոպոսի մարդկանցից եկե միացել են, օգնել են, էլի։ Այսինքն ոչ թե հավանաբար, այլ հաստատ հայերը մասնակցել են այդ։ Հայերը հաստատ մասնակցել են, բայց կոնկրետ այդ մարտի մասին է խոսքը, որը Գումրիի համար է մղվել, էլի։ Քանի որ մասնակցել են շատ դեպքերում, դրա համար էլ ասացի հավանաբար։ Ընդ որում այդ Յուսուֆ Փաշան մի քանի անգամ Նեսվետաևին գսե թե հանձնվի, մենք շատ ենք, հա, կան էլ գսե արեք նայենք, որս ենք շատ էլի։